չեն դարձել տվյալ հանցավորության զոհ։ Շնորհակալություն։ Մեդիահաբ պատրաստվի 24 minut։ Մեդիահաբ Մարիանյանն է։ Տիկին Սարգսյան, տեսանյութ է տարածվել, որ ոստիկանության ծառայողի կողմից քաղաքացուն խոշտանգելու տեսանյութ է տարածվել, ինչ միջոցառումներ են ձեռնարկվել եւ հիշում եմ, որ դուք նշել եք, որ 2024 եւ 25 թվականների եթե համեմատենք, ապա սպանությունների դեպքը այնպես չէ, որ շատ է տարբերվել, բայց չեք կարծում, որ 2025 թվականին սպանությունների դեպքը տարբերվել է այնքանով, որ ագրեսիվ սպանություններ են եղել, մասնավորապես օրինակ մի քանի ժամվա ընթացքում քաղաքացին 4 անձի է սպանել, որից 2-ն ընդհանրապես անծանոթ կամ ինչ-որ միջադեպի պատճառով քաղաքացուն դառնակահարել են օրը ցերեկով կամ օրինակ Մասիվում քաղաքացու վրա այնքան են վարել մեքենան միջնամահանը եւ այսպիսի դեպքերը 2025 թվականին շատ են եղել եւ ագրեսիայի մասին խոսալով նաեւ Օրերս տեղեկատվություն հրապարակվեց, որ 13-ամյա անչափահասի են ծեծի ենթարկել դպրոցներից մեկում, ինչ կասեք այս մասով, եւ վարորդների խմբերում շատ են տեսնում, որ խոսում են մեքենաների մասերի գողության մասին, ինչի չի լինում կանխարգել էր այս ամենը, որպեսզի չշարունակվի, որովհետեւ գրեթե ամեն օր նման դեպքեր են տեղի ունենում։ Շնորհակալություն, թեև հարցերը բազմաշերտ էին, բայց կփորձեմ հնարավորինս հակիրճ անդրադառնալ։ Առաջինը խոսեցիք առերևույթ խոշտանգման դեպքերի մասին, թեմային անդրադառնալով նախ ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել եւ կարծում եմ ձեզ համար էլ գաղտնիք չի եւ նորություն էլ չեմ ասի, որ առերևույթ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորումներ ուղղակի չեն տեղավորվում նախարարության ռեֆորմայի նորակարգում եւ հետևողականորեն, եթե լինում են այդպիսի դեպքեր, մենք արձագանք ենք ունենում, ընդ որում ուզում եմ հատուկ շեշտել, անկախ նրանից կա արտահոսք, թե չկա արտահոսք, որովհետև եթե դիտարկենք նաև նախարարության ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության կողմից գլխավոր դատախազություն ուղարկված հաղորդումները, կնկատենք, որ եթե առերևութության մակարդակում անգամ կա տվյալ, որ գործ ունենք խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման հետ, ես ուղիղ հաղորդում եմ ուղարկում գլխավոր դատախազին, որպեսզի այս դեպքերը բաց չմնան, բայց պիտի նաև փաստեմ, որ այս դեպքերը բացառիկ են համակարգի տեսանկյունից։ Ընդ որում սա ասում եմ ոչ թե որպես գերատեսչության ղեկավար, ով շահագրգռվածություն ունի ասելու, որ դեպքերը բացառիկ են, այլ ես հենվում եմ փաստական տվյալների վրա։ Անցած տարի էլ մենք ունեցել ենք տարբեր դրվագներ, երբ որ համացանցում տեղեկատվական մեծ աղմուկ կար, որ այս մարզում խոշտանգում է տեղի ունեցել կամ մեկ այլ մարզում խոշտանգում է տեղի ունեցել։ Ես որևէ գնահատական չեմ տվել, եղել է խոշտանգում թե ոչ, բայց ամբողջ համացանցը ողողված էր այնպիսի մտքերով, այնպիսի գնահատականներով, որ հաստատապես եղել է խոշտանգում, բայց հետո ամբողջ համացանցը լռեց այն ժամանակ, երբ որ մենք ունեցանք վարույթի կարճում։ Այսինքն ունեցանք հաստատված իրավիճակ, որ տվյալ պայմաններում չի եղել խոշտանգում։ Այսպիսի դեպքերը, այսպիսի վարույթներն են նաև ինձ մոտ համոզմունք ձևավորում, որ մենք իրականում գործ ունենք բացառիկ դեպքերի հետ, եւ այս բացառիկ դեպքերը արձագանք ունեն։ Ես նախաձեռնում եմ ծառայողական քննություն, հաղորդում է ներկայացվում գլխավոր դատախազություն, նույն վերջին դեպքը, որ դուք մատնանշում եք, եղել է կոնկրետ ռեակցիա։ Անձը վարույթով ներգրաված է որպես մեղադրյալ։ Եվ անձի նկատմամբ կա նաև կիրառված խափանման միջոց։ Այսինքն, ինչ պիտի աներ պետությունը այս դեպքում։ Հաղորդում պետք է ուղարկվել իրավապահ համակարգ, ուղարկվել է։ Պիտի նախաձեռնվեր քրեական վարույթ, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Եթե տվյալները բավարար են, պիտի հանրային քրեական հետապնդում հարուցվեր, անձը ներգրավել որպես մեղադրյալ, մեր աշխատակիցը ներգրավել է որպես մեղադրյալ։ Ես իմ լիազորության շրջանակներում հնարավորություն ունեի կասեցնելու ծառայողի լիազորությունները, ես կասեցրել եմ ծառայողի լիազորությունները։ Վարույթի շրջանակներում անձի նկատմամբ կարող է կիրառվել խափանան միջոց եւ անձի նկատմամբ կիրառվել է խափանան միջոց։ Վարույթը կընթաց կունենա եւ մենք բոլորս միասին կտեսնենք, թե ինչպիսի արդյունքներ կա այս տեսանկյունից, բայց ես ուզում եմ հատկապես շատ ուշադիր լինենք մեր խոսույթին, որովհետև այս բոլոր դեպքերի հետևում այո կանգնած են առերևույթ խոշտանգման զոհեր եւ այո կանգնած են ոստիկանության ծառայողներ, որոնք հանիրավի մեղադրվում են, տարբեր լուսանկարներ են տարածվում, մեր քաղաքացիները որոշում են հաշվեհարդար տեսնել մեր ծառայողների հետ եւ այսպես շարունակ, բայց այս երկու իրավիճակները պիտի շատ հստակ տարանջատվի։ Դեպք, որտեղ որ չկա ոստիկանի կողմից խախտում
Բայց այո, կա բողոք, այդ բողոքը պետք է ընթացքավորվի, փաստական տվյալներով պետք է հիմնավորվի, որ խոշտանգում չկա։ Եվ իրավիճակներ, երբ որ առերևութության մակարդակում կարող են լինել այդպիսի բողոքներ, դրանք ընթացքավորվում են, պետությունը համապատասխան ռեակցիա է տալիս եւ նորից եմ շեշտում, որ խոշտանգման դեպքերը մեր համակարգում այս պայծրությամբ բացառիկ են եւ դա թույլ է տալիս ինձ թույլ եմ տալիս նմանատիպ արձանագրում անելու, հաշվի առնելով թե վարութային փաստական տվյալները, թե իմ օպերատիվ նաև ստուգումները տարբեր բաժիններում եւ տարբեր մարզային վարչություններում, եւ թե նաև հանրության վստահության մակարդակը, որը որ կա, եւ նաև նշեմ, որ իրավագիտակցություն իրավունքների պաշտպանության տեսանկյունից վերջին տարիներին հատկապես բավական աճել է եւ վստահաբար, եթե անձը լինի առերևույթ խոշտանգման զոհ, մենք տեսնում ենք, որ լինում է բողոք, փաստաբանական ծառայության նաև ձեռքբերում եւ հետևողականորեն նաև իրավունքների պաշտպանություն կա, բայց այստեղ նորից շեշտելով մենք չենք թողնում քաղաքացու բողոքին։ Մենք ինքներս եթե տեսնում ենք դեպք, դա անպայմանորեն ընթացքավորվում է։ Անդրադառնալով սպանության դեպքերին, նշեցիք տարբեր իրավիճակներ, տեսեք, սպանության դեպքերի մասով էլ անցած տարի ինչ արձանագրում ունեինք մեդիա տիրույթում առնվազն, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն օր սպանություն է տեղի ունենում։ Եվ եթե Հայաստանի Հանրապետությունում ամեն օր սպանություն է տեղի ունենում, նշանակում է մենք պետք է մեր վիճակագրական պատկերում ունենանք 365 կամ 366 սպանության դեպք։ Կարծում սա ակնհայտ մաթեմատիկական հաշվարկ է։ Եվ եթե մենք վերլուծում ենք սպանությունները, նկատում ենք, որ 2025 թվականին Հայաստանի Հանրապետությունում հաստատված սպանությունները 50-ն են։ Անցած 45-ի դիմաց, այսինքն անցած տարի ունեցել են 45 հաստատված սպանության դեպք, այս տարի ունենք 50 սպանության դեպք։ Բնականաբար նույնիսկ այս փոքր թվերը, որոնք որ կան, մեզ անհանգստացնում են, որովհետև գործ ունենք կյանքի զրկման իրավիճակների հետ, խլված կյանքի հետ, եւ այս մասով մենք ջանք չենք խնայում, որպեսզի հետևողականորեն տարբեր միջոցառումներ իրականացվեն, բայց շատ ճիշտ եք նշում, որ սրանք իրավիճակներ են, որոնք բռնության պորտկման, հանկարծակի պորտկման հետ են շատ հաճախ զուգորդվում եւ մենք ունենում ենք իրավիճակ, երբ որ մի հայոյանքի կամ մի փոքր ինչ-որ վեճի արդյունքում ունենում ենք հուզական ագրեսիվ վարքագիծ որոշակի դրսևորումներում, ինչը հանգեցնում է կյանքի զրկման իրավիճակների եւ անցած տարվա կտրվածքով հենց այսպիսի դեպքերն են հիմնականում առավել շատ նկատվել մեր հանրապետությունում եւ այստեղ ավելի շատ դաշտ ունենք աշխատանքի հենց մեր քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ, որովհետեւ յուրաքանչյուրի վարքագիծը ոստիկանը 100%-անոց կառավարելիության դաշտում պահել չի կարող, եթե խոսում ենք հանկարծակի ծագած իրավիճակների մասին եւ մեզ մոտ հիմնական այդպիսի դեպքերն են, այստեղ ավելի շատ անձի հետ աշխատելու, սոցիալական ծառայության հետ աշխատելու, ընտանիքի հետ աշխատելու դաշտ ունեն։ Իսկ մյուս թեվով, երբ որ մենք խոսում ենք պլանավորված հիմնականում սպանությունների մասին, այդպիսի դեպքերը, որոնք նախապատմությունն ավելի երկար ժամանակահատված է ներառում, շատ փոքր են այսպիսի դեպքերը։ Մի քանի դեպք է ընդամենը եւ այստեղ այո, ոստիկանության օպերատիվ աշխատանքը կարևոր նշանակություն ունի, եւ երբ որ ոստիկանության տեսադաշտում ավելի երկար ժամանակահատվածով են այդպիսի դեպքերը լինում, մենք օրինակ անցած տարի արձանագրում ենք, որ 12 սպանության նախապատրաստություն ունենք բացահայտած։ Այսինքն կա ժամանակահատված, ողջամտորեն ոստիկանությունը կարող է իրացնել օպերատիվ տվյալը հասկանալ ինչ է կատարվում, եւ մենք ունենում ենք նմանատիպ 12 սպանության ըստ էության ստացվում է կանխարգելում։ Շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատանքները, բայց մի թեմա կա, որին ուզում եմ անդրադառնալ, իհարկե բազմաթիվ են քննարկումներ, արդյոք պետք է այս թեմայի մասին խոսել, պետք չի այս թեմայի մասին խոսել, ես կարծում եմ պետք է այս թեմայի մասին խոսել, որովհետև այս տարի մենք ունեցել ենք հոգեկան առողջական վիճակի հետ կապված խնդիրներ ունեցող անձանց կողմից սպանությունների կատարման աճ։ Իհարկե այստեղ մտահոգիչ է այն հանգամանքը, որ որոշ դեպքերում մենք ունեցել ենք անձինք, ովքեր որ հարկադիր բուժումն արդեն ավարտել են, վերադարձել են ընտանիք եւ կրկին դեպք է տեղի ունեցել։ Ունեցել ենք իրավիճակ, երբ որ անձը նույն ձեր մատնանշած դեպքում հաշվառված չի եղել հոգեկան առողջական վիճակի հետ կապված խնդիր ունեցող անձ, բայց վարույթի շրջանակում որոշակի փորձաքննության արդյունքում տվյալներ են դուրս բերվել։ Այսինքն սա այնպիսի ոլորտ է, որտեղ որ մենք իրականում աշխատանքի տեղ ունենք, որպեսզի հասկանանք, թե նաեւ հանրային առողջապահական համակարգը եւ մեր մնացած ծառայությունները, նաեւ համայնքը ինչպես պիտի արձագանքի այս դեպքերին, որպեսզի մենք հետագայում բացասական ելքեր չունենանք։ Ինչ վերաբերում է 13 տարեկան անչափահասի մասով օրերս տեղի ունեցած միջադեպին,
Հարգելի գործընկերներ, ես անչափահասների մասով առիթ ունեցել եմ անդրադառնալու այս իրավիճակներին, պիտի նշեմ, որ ես խստացրել եմ նախարարության քաղաքականությունը այս տեսանկյունից։ Որքան էլ որ մենք խոսում ենք անչափահասների լավագույն շահի մասին, բայց սա երբեք չի կարելի շփոթել տարբեր իրավիճակներում մեր ճիշտ ռեակցիայի մասին։ Եվ եթե կան դեպքեր, երբ որ անչափահասները կատարում են որոշակի արարքներ, որտեղ որ պիտի պետության խիստ արձագանքը լինի, այդ արձագանքը պիտի լինի։ Եթե կան այնպիսի իրավիճակներ, որ ուսումնական հաստատությունը չի տեղեկացնում իրավապահ համակարգին դեպքի մասին, սա ոչ թե պիտի գովաբանենք, ասենք որ շատ լավ է, այ պետք չի այս մասին բարձրաձայնել իրավապահ համակարգին, այլ հակառակը պիտի ռեակցիա լինի, որովհետև մենք բոլորս ենք պատասխանատու հատկապես այս փուլում անչափահասների ճիշտ վարքագծի, ճիշտ կենսակերպի կազմակերպման առումով, որովհետև առաջիկա տարիներին հենց այս անձանց վարքագծի ճիշտ չկառավարման արդյունքում մենք հանցավորության շրջանակներում կնկատենք տարբեր դրսևորումներ։ Հետևաբար ես նախարարության քաղաքականությունը այս մասով խստացնել առումով նկատի ունեմ այն դեպքերի մասով միջնորդագրերի ուղումը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարին, գործընկերոջս Տիկին Անդրեասյանին, որի պայմաններում, որ մենք ուսումնական հաստատությունից չենք ունեցել ազդակ, որ նմանատիպ իրավիճակ կա կոնկրետ ուսումնական հաստատությունում եւ ըստ էության դեպքի մասին իրավապահ համակարգը իմանում է կամ օպերատիվ աշխատանքի առումով, այսինքն նույնիսկ հայրը կամ տղան կամ մայրն ասում են, որ վայր ընկնելու հետևանքով է միջադեպը եղել, բայց բնականաբար մենք բոլոր դեպքերի հետևից գնում ենք։ Եվ սրա արդյունքում է, որ պարզում ենք օպերատիվ ճանապարհով, որ ոչ թե ուղակի սայթաքել է անձը եւ վնասվել, այլ եղել է ծեծկրտուկ, որի արդյունքում օրինակ մեր անչափահասը ունի կոտրվածք կամ հարցականով ցնցում, պայմանականորեն չեմ ուզում նույնականացնել դեպքերը կոնկրետ, բայց նկատի ունեմ, որ այս բոլոր դեպքերի հետևից գնում ենք եւ օպերատիվ աշխատանքով պարզում ենք։ Այստեղ նաեւ աշխատանքի հարց ունենք ծնողների հետ, որովհետեւ շատ հաճախ ծնողներն էլ գեր հոգատարություն ցուցաբերելով ամեն դեպքում ես դա գոնե այդպես չեմ գնահատում, որովհետև գերհոգատարություն ցուցաբերելով պիտի այս դեպքերը ի հայտ բերվեն եւ այս դեպքերի մասին իրավապահ համակարգը պիտի կրկին իմանա, որպեսզի մենք կարողանանք ճիշտ կանխարգելիչ միջոցառումներ տեղում իրականացնել, որպեսզի հետագա դեպքեր չունենանք։ Կա նախաձեռնված վարույթ այս դեպքով, ընդ որում ուզում եմ նաեւ նշել, որ վարույթում ունենք նաեւ հանցակազմ, որով որ վարույթ կա նաև նախաձեռնված երեխայի խնամքի դաստիարակության կանոններով, այսինքն պարտականությունը չկատարելը կամ ոչ պատժը չկատարելը, սա եւս նաև լրացիչ ազդակ է թե ծնողներին, թե ուսումնական հաստատությանը, որպեսզի այս իրավիճակում եւս կարողանանք ճիշտ աշխատանք ունենալ եւ բնականաբար տվյալ դեպքով կրկին ստիպված եմ լինելու միջնորդագիր հասցեագրել գործընկերոջս Տիկին Անդրեասյանին։ Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցներից կատարված գողություններին, հարգելի գործընկերներ, ես անդրադառնալով թեմային, հարգելի եւ սիրելի լրագրողներ, ուզում եմ նշել, որ նախ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 1650-ով, այսինքն 13.7%-ով։ Այստեղ մենք բավական լավ արդյունքներ ունենք բնակարանային գողությունների մասով, կողոպուտի, ավազակության դեպքերի ընդհանուր առմամբ պատկերում, բայց երկու թեմա կա, որը դեռևս շարունակում է մեզ համար մտահոգիչ մնալ։ Առաջինը գրպանահատությունն է եւ երկրորդը տրանսպորտային միջոցներից կատարված գողություններն են եւ նաեւ շորթումները այս իրավիճակում։ Նշեմ, որ անցած տարի որոշակի փոփոխություն ենք իրականացրել մարտավարական, որովհետև որոշել ենք ջանք կենտրոնացնել հատկապես խմբերի հայտնաբերման վրա, որպեսզի հետագայում արդեն բազմադրվակ դեպքերը նախ բացահայտվեն, ապա նաև կանխարգելվեն։ Եվ անցած տարվա կտրվածքով 37 հանցավոր խումբ ենք բացահայտել, ավտոմեքենաներից գողություններ կատարող եւ գողացված պահեստամասերի եւ պետհամանանիշների միջոցներով շորթումներով զբաղվող։ Դեռ ես մեր աշխատանքը բավարար չեմ գնահատում։ Ոստիկանությունն այս մասով կոնկրետ ամփոփման ժամանակ ստացել է հանձնարարականներ, որպեսզի այս տարվա կտրվածքով ավելի լավ արդյունքներ ունենանք եւ մեր բնակչությանը անհանգստացնող այս խումբ հանցագործությունների տեսանկյունից ավելի լավ աշխատանքներ ունենանք, այնպես որ այս տարի կենտրոնացած ենք լինելու հատկապես այս երկու խմբերի վրա, որոնցով որ մենք աճ ենք գրանցել ընդհանուր պատկերում։ Շնորհակալություն 24 մինուս պատրաստվի ներկայացնում։